Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ սերիալի իրադարձությունները թևակողում են մի փուլ, որտեղ դիմակները պատռվում են, իսկ կերպարները ստիպված են կատարել իրենց կյանքի ամենաբարդ ընտրությունները։ Մակունց և Սարգսյան ընտանիքների թշնամանքը այլևս պարզապես վենդետա չէ, այն վերածվել է պատվի և արժանապատվության կռվի, որտեղ զոհասեղանին դրված են մարդկային մաքուր զգացմունքները։ Այս հակամարտության ամենացավոտ զոհը թերևս Մանանն է, ում սերը Գրիշոն օգտագործեց որպես զենք հարվածելու համար Լեոին, սակայն ի ուրախություն մեզ Մանանը ցույց է տալիս, որ ինքը թույլ զոհ չէ։ Նա վերջապես սթափվում է և տրամադրվում Գրիշոյի դեմ, քանի որ կա մի կարմիր գիծ, որը չի կարելի հատել, իսկ Գրիշոն հատեց այդ գիծը, ոտնահարելով աղջկա պատիվը և Լեոին ստելով, թե իբր Մանանը փողի համար է եղել իր հետ։ Մանանը հավաքելով իր կամքի մնացորդները գնում է Գրիշոյի մոտ ոչ թե աղերսելու, այլ իր սրտի խոսքն ասելու և արժանապատվությունը վերականգնելու։ Նա նայում է Գրիշոյի աչքերին և հայտարարում, որ նա իրավունք չուներ այդպես ստորաբար վարվել իր զգացմունքների հետ, իսկ Գրիշոն, շարունակելով իր ցինիկ խաղը, պնդում է, որ լավ է արել։ Սակայն այստեղ հնչում է Մանանի մարգարեական խոսքը, որը դեռ երկար կհնչի մեր ականջներում։ Նա վստահեցնում է, որ գալու է մի օր, երբ Գրիշոն դառնորեն զղջալու է և ծնկաչոք ներողություն է խնդրելու իր եղբայրներից այս պահվածքի համար։ Սա ուղղակի սպառնալիք չէր։ Սա վիրավորված կնոջ կանխատեսում էր, որը հավատացեք իրականանալու է։ Մանանը թողնում է զայրացած Գրիշոյին ու հեռանում, իր հետ տանելով իր հպարտությունը։ Բայց եթե Մանանը պայքարում է խոսքով, ապա Դավիթ պապիկը անցնում է գործնական քայլերի։ Իմանալով, որ Հունանը փակել է մարզասրահի դռները Լեոյի առջև և փորձում է կոտրել տղայի ապագան, նրան զրկելով մրցումներից, պապիկը պարզապես հունից դուրս է գալիս։ Դավիթը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում մարզիկի համար կորցնել երազանքը, և նա թույլ չի տա, որ իր թոռը խաչ քաշի իր կարիերայի վրա մեծերի խաղերի պատճառով։ Առանց վարանելու ծերունի Դավիթը գնում է ուղիղ առյուծի երախը, մարզասրահ և կանգնում Հունանի դեմ հանդիման։ Այս տեսարանը պարզապես ցնցող է։ Դավիթ պապիկը խոսում է ոչ թե որպես խնդրող, այլ որպես պահանջատեր։ Նա Հունանին ասում է այնպիսի դիպուկ ու դաժան ճշմարտություններ, որոնք խոցում են Հունանի ինքնասիրությունը։ Նա հիշեցնում է, որ ոչ ոք իրավունք չունի խաղալ մի տղայի ճակատագրի հետ, ով անդադար մարզվել է, թափել է քրտինք ու արյուն և ունի փայլուն ապագա։ Դավիթի խոսքերը այնքան ազդեցիկ են լինում, այնքան ծանրակշիռ, որ Հունանը, ով սովոր էր միայն հրամայել, այս անգամ ստիպված է լինում վայր դնել իր զենքերը։ Նա նահանջում է և Լեոին կրկին կանչում մարզասրահ։ Սա փոքրիկ, բայց շատ կարևոր հաղթանակ էր Սարգսյանների ընտանիքի համար, որը ապացուցեց, որ ճշմարտության ուժը երբեմն ավելի զորեղ է, քան փողն ու իշխանությունը։ Իսկ մինչ տղամարդիկ պարզում են հարաբերությունները, կանանց ճակատում բացահայտվում են ամենակեղտոտ գաղտնիքները։ Իննան, ով վճռական է տրամադրված փրկելու իր տալին, փաստացի պատռում է Ավոյի դիմակը։ Նա կատարում է հետախուզական քայլ և գնում է Ավոյի առաջին կնոջ՝ Ռոզիի տուն։ Եվ այն, ինչ նա պարզում է, հիմնովին պետք է փոխեր ամեն ինչ։ Պարզվում է, որ Ավոն ոչ միայն կապի մեջ է նախկին կնոջ հետ, այլև նրանք վաղուց ամուսնացած են և նույնիսկ երեխա ունեն։ Ավոն ապրում է երկակի կյանքով, խաբելով երկու կանանցել։ Իննան այս փաստերը դնում է Էռնայի առաջ, փորձելով նրան ուշքի բերել, սթափեցնել, որպեսզի իր տալը վերջապես բաժանվի այդ ստախոսից։ Սակայն այստեղ մենք բախվում ենք մարդկային հոգեբանության ամենաբարդ դրսևորմանը՝ կուրացած սիրուն։ Էռնան, լսելով այս ողջ ճշմարտությունը, զայրանալու փոխարեն տալիս է մի պատասխան, որը շոկի է ենթարկում Իննային և նաև մեզ բոլորիս։ Նա ասում է, որ սա ընդամենը դժվարություն է, փորձություն, որը ինքը պետք է հաղթահարի։ Սա արդեն սեր չէ։ Սա հիվանդագին կախվածություն է, որը Էռնային տանում է դեպի անդունդ։ Ինչպես կզարգանան դեպքերը, երբ Ավոն իմանա, որ իր գաղտնիքը բացահայտված է և արդյոք Էռնան երբևէ կհանի վարդագույն ակնոցները։ Մնում է սպասել և տեսնել։